Ինչպիսի բանակ է ունեցել Վանի թագավորությունը։ Հին մերձավոր արևելքում Ուրարտական կայսրությունն ունեցել է ամենահզոր մարտունակ ու կազմակերպված բանակներից մեկը։ Այդ մասին են վկայում ինչպես Ուրարտական եւ ասորեստանյան սեպագիր, այնպես էլ հնագիտական եւ վիզուալ արվեստի սկզբնաղբյուրները։ Արարատի թագավորության բանակի առաջնորդը Խալդի աստվածն էր, իսկ թշնամական երկրների նկատմամբ հաղթանակի կարևորագույն խորհրդանիշը Խալդիի ամենահաղթ նիզակը, որը Ուրարտական աղբյուրներում հիշատակված է Շուրի ձևով։ Հետաքրքիր է, որ աղբյուրներում բազմիցս կամ հիշատակվում է Շուրիլի երկիրը կամ երկրները, իսկ իրենց տիտղոսաշարերում հաճախ Բիայնայի արքաներն իրենց կոչում են նաև Շուրայե կամ գուցե Շուրայական երկրի արքա։ Ըստ հնագետ Ուրարտագետ Միքայել Բադալյանի չի բացառվում, որ խոսքը գնում է Խալդիի նիզակի աջակցությամբ նվաճված կամ ազդեցության գոտում գտնվող երկրների մասին։ Այդպես օրինակ Ասորեստանում կարող էր տարանջատվել Աշուրի երկիրը եւ Աշուրի լծի տակ գտնվող երկրները, կամ օրինակ Սասանյան Իրանում միապետը հաճախ իրեն կոչում էր արքա Երան եւ Աներան։ Նախագծի գլխավոր գործընկեր Ակբաբանկ